Բարի երեկո, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունները Հայաստանից և աշխարհից։ Վարդան Ղուկասյանի կաշառքի գործը հասել է դատարան, քանի տարվա ազատազրկում է սպասվում Գյումրու համայնքապետին։ 19 հայցադիմում Սամվել Կարապետյանից ում դեմ է հայց ներկայացրել գործարարը և ինչու։ Զինծառայության ժամկետի կրճատման հետևանքները ջրի երես դուրս կգան 2027-ին, ինչ մտահոգություն ունի փորձագետը։ Պատգամ քահանայից դասին ու հավատացյալներին և մտահոգություն վարդապետած դասից, մայրաթորը հայտարարություն է տարածել։ Կրկին հրդեհ օկուպացված Արցախում, դիտավորություն, թե պատահար։ Դիվանագիտությունը երկրորդ պլանում է, քանի տրիլիոն դոլարի է հասել աշխարհի ռազմական բյուջեն։ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցները դատարանը վերացրել է, գործընկերոջս հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնեմ, Սարգսյանին մեղադրում էին խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար։ Իսկ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ԱԱԾ մեկուսարանում կրկին վատացել է։ Քաղաքապետի փաստաբան Զարուհի Փոստանջյանն է ահազանգ հնչեցնում։ Ղուկասյանի անձնական բժիշկներին արգելել են այցելել ԱԱԾ մեկուսարան ու համայնքապետի առողջական վիճակի մասին կեղծ տեղեկություն են տրամադրել պատկան մարմիններին։ Բացի այդ, համայնքապետի կաշառքի գործը կգնա դատարան, նրան սպառնում է ավելի քան 10 տարվա ազատազրկում։ Վարդան Ղուկասյանի գործի ու առողջական վիճակի մասին մանրամասները ռեպորտաժում։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունն ավարտվել է։ Մեղադրանքի ապացուցման դեպքում Ղուկասյանին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Այս ամենին զուգահեռ վերջինիս առողջական վիճակը օրորի վատթարանում է։ Այս մասին փաստաբաններն են ահազանգ հնչեցնում։ Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը բազմաթիվ աբսուրդային կետեր է տեսնում գործին առնչվող ընթացակարգի մեջ։ Ասում է, հակակոռուպցիոն կոմիտեն միայն նոյեմբերի 26-ին է իրենց տրամադրել գործին առնչվող նյութերը։ Ծանոթանալու համար տրվել է ընդամենը 2 օր ժամանակ, ինչն ակնհայտորեն բավարար չէ։ Նյութերին էլ դեռ չծանոթացած գործը օրենքի խախտմամբ ուղարկվել է դատարան։ Հաջորդ աբսուրդը հետևյալում է։ Մեղադրանքը նրանում է, որ Վարդան Ղուկասյանը իբր Հենրիկ Գասպարյանի եւ Սևակ Կոմցյանի հետ իրականացել է ինչ-որ հանցավոր գործողություն։ Բայց Սևակ Կոմցյանի ու Հենրիկ Գասպարյանի մասով ապացույցները բավարար չեն, որպեսզի գործը ուղարկեն դատարան։ Այդ պարագայում անհնար էր, որ ապացույցները բավարար լինեին Վարդան Ղուկասյանի մասով։ Հայրապետյանը պնդում է, որ նյութերի մեջ չկա գեթ մի խոսակցություն, որով Ղուկասյանը որևէ մեկից որևէ կաշառք պահանջած լինի։ Իսկ թե ինչպես է ստացվել, որ կաշառատուն ընդունել է իր մեղքը, բացատրում է։ Կաշառատուն ընդունել է իր մեղքը, ով երբևէ Վարդան Ղուկասյանին չի տեսել եւ Վարդան Ղուկասյանը հետ չի զրուցել։ Այդ նրբությանն է խնդրում եմ ուշադրություն դարձրեք, նախ որևէ մեկ կաշառք չի տվել, խոսքը իբր համաձայնության մասին է։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանն էլ զբաղված է Ղուկասյանի առողջական հարցերով։ Նա առավոտյան տեսանյութ է հրապարակել ԱԱԾ մեկուսարանի մոտից եւ տեղեկացրել, որ Ղուկասյանի առողջական վիճակն ավելի է վատթարացել։ Գիշերը մի կերպ է լուսացրել։ Այս պահի դրությամբ որևիցե բժիշկ նրան չի այցելել, չնայած նրան, որ դա անհրաժեշտ է եւ պարտադիր է։ Եվ նաև խցային պայմանները շարունակում են մնալ նույնը, այն խուցն է, որտեղ չկա օդափոխություն, չկան պայմաններ, այդ նույն խցում են նրան պահում։ Մեզ հետ զրույցում փաստաբանը ներկայացրեց, թե քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն ինչ կեղծ տեղեկություններ է ներկայացրել պատկան մարմիններին։ Կամո Մանուկյանը նշել է, որ շաքարային դիաբետը պարոն Ղուկասյանի թեթև տիպի է, բայց դա թեթև տիպ չէ, որովհետև բարձրանում է մինչև 20 եւ կարող է իջնել մինչև 2։ Կա էպիկրիզ, որը տրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի կողմից, որտեղ կա ցուցում, որ նա պետք է հանցկացվի կոնտրաստ կապեն ստուգելու անիվրիզմայի չափերը։ Արդեն շուրջ 1 ամիս է անցել, դա չի ստուգվել։ Այսինքն ո՞նց է դուք բժշկական օգնություն ցուցաբերում մարդուն, եթե դուք դա չեք ստուգել։ Փաստաբանն ընդգծում է, որ տվյալ հիվանդությունը կառավարության կողմից ճանաչված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում է ներառված։ Գյումրին մի քանի ամիս ղեկավարած Ղուկասյանը մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրիի քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար։
Նոյեմբերի 21-ին եւս մեկ քրեական վարույթ նախաձեռնվեց, այս անգամ խուլիգանության հատկանիշներով։ Պատճառը դատական նիստից հետո Վարդան Ղուկասյանի ոչ պատշաճ հայտարարությունն էր։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Գործարար Սամվել Կարապետյանը կալանավորումից ի վեր վերջին 5 ամսվա ընթացքում 19 հայցադիմում է ներկայացրել դատարան ազգային ժողովի քպեական падգամավորներ Հայկ Կոնջորյանի, Արսեն Թորոսյանի, Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազարի Բաղդասարյանի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, որպես քաղաքագետ ներկայացող Հարություն Մկրտչյանի, Ռուբեն Մեհրաբյանի, Լևոն Շիրինյանի, Ազատ Արշակյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի եւ Լուսինե Քեսոյանի դեմ։ Պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ ներողություն խնդրել վիրավորանքի համար։ Առանձին հայց ներկայացրել է նաեւ ԿՊ կուսակցության դեմ։ Յուրաքանչյուր հայցով բարձրացվում է նաեւ բարոյական փոխհատուցման հարց։ Ընդ որում որոշ անձանց նկատմամբ Կարապետյանը մի քանի հայց է ներկայացրել։ Իշխանության թիրախը ոչ միայն ընդդիմադիր գործիչներն են, այլև եկեղեցին ու եկեղեցականները։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության վարդապետած դասը հայտարարություն է տարածել եկեղեցու շուրջ տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունների վերաբերյալ։ Վարդապետած դասն անընդունելի է համարում եկեղեցու ներքին կառավարմանը աշխարհիկ իշխանության միջամտություններն ու սպառնալիքները եւ անհանդուրժելի բարձրաստիճան հոգեվորականներին եւ քահանաներին թիրախ դարձնելու ու ամենայն հայոց կաթողիկոսի գահազրկման օրակարգը սպասարկելու նպատակով եկեղեցու միասնականությունը պառակտելու ակնհայտ փորձերը։ Աներեր մնալով մեր հոգևոր առաքելության մեջ պատգամում ենք մեր եկեղեցու քահանայից դասին եւ հավատացյալներին չգայթակղվել եւ չտրտմել հոգևորականության հասցեին հնչած զրպարտություններից եւ հալածանքներից, չոտարանալ մայր եկեղեցու հոգևոր կյանքից։ Փորձություններով լեցուն այս շրջանում ակնկալում ենք ձեր մասնակցությունը եկեղեցու աղոթական եւ խորհրդական կյանքին, հայցելով, որ Աստված ապաշխարության ճանապարհով մաքրագործի ու հավատի մեջ զորացնի մեզ ամենքիս, միասնության մեջ պահելով մեր Սուրբ եկեղեցին եւ անսասան Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Արագ ու հապճեպ որոշումները միայն կալանավորման ու ձերբակալության վերաբերյալ չեն։ Գործող իշխանության փորձագետների բնորոշմամբ չհաշվարկված քայլերը լուրջ հարված են հասցնում մեր պետության անվտանգային հիմքերին։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս տարի 25-օրյա վարժական հավաքներին մոտ 16000 մարդ է մասնակցել, իսկ այս թիվը 2026-ի համար պլանավորել են մոտ 20,000-ի հասցնել։ Գրել է Տիգրան Աբրահամյանը եւ հիշեցրել, որ 25 օրից 14-ը մարտական հերթապահությունն է, որով ծածկում է համալրման վերաբերյալ խնդիրների մի մասը։ Իսկ զինծառայության ժամկետի կրճատման նախարարության ծրագիրն ինչպես կազդի այս վիճակագրության վրա։ Ժամկետի կրճատումով պլանավորված խնդիրներն արտահայտվելու են 2027-ի ամռանը, երբ 1.5 տարով զորակոչվածների առաջին զորակոչը կզորացրվի եւ արկա բազմաթիվ խնդիրներն ավելի կխորանան։ Իշխանության համար բանակն ունենալու խորհրդանշական դերը եւ ամբողջ հաշվարկն այն է, որ մեզ չեն սպառնա կամ չեն հարձակվի։ Օկուպացված Քարվաճառում հրդեհ է բռնկվել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, չնայած այն հանգամանքին, որ հրդեհաշիջումը բարդանում է քամոտ եղանակով եւ տեղանքի բարդ ռելիեֆով պայմանավորված, դեռևս շարունակում են կրակի դեմ պայքարի միջոցառումները։ Օկուպացված Արցախում հրդեհներ էր բռնկվել նաև ամռանը։ Փորձագիտական դաշտը այդ ամենում տեսնում էր դիտավորություն։ Այնինչ Բաքուն չի կարողանում իր ձեռքով ոչնչացնել, թույլ է տալիս, որ կրակը մոխրացնի ու վերացնի։ Իմ գործընկեր Սեդա Մակարյանն էր անդրադարձել թեմային ու զրուցել փորձագետների հետ։ Դիտենք ռեպորտաժը։ Այնինչ թշնամուն չի հաջողվել ավիրել, առանց խնայելու խժռում է կրակը։ Արցախում արդեն մեկ շաբաթից ավելի անտառային հրդեհները չեն նահանջում։ Կրակը հասել է հայկական պատմամշակութային կոթողներին, մասնավորապես Ամարասվանական համալիրին, Տիգրանակերտին եւ Թալիշում գտնվող այլ կառույցների։ 100-ից ավելի հայկական պատմամշակութային կոթող վտանգի տակ է։ Ես գտնում եմ, որ դա կազմակերպված վառել են դա, այդ հրդեհը կազմակերպված, որտեղ դա բռնկվել է ոչ թե 1-2 հատվածում պատահական, ասենք ինչ-որ կարող է պատահական եղանակային պայմաններից լինի կամ ինչ-որ այլ պատճառներով, այլ համատարած ձևով դա սկսում ամբողջ Ղարաբաղի, Ղարաբաղի աստորեն ինքնավոր մարզի, հադրութի Ֆիզուլի այդ շրջաններից սկսած, մինչև Մարտակերտ այդ ամբողջ տարածքը եւ ամբողջ երկայնքով այդ հրդեհները գնում են։
3 ադրբեջանցի է ձերբակալվել անտառները հրդեհելու մեղադրանքով։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն է հայտարարել, որ նրանք հայտնաբերվել են Քաշաթաղի անտառներում, որտեղից էլ սկսվել է հրդեհը։ Դիտավորություն է, թե պատահականություն չի ցանկանում հստակ պնդումներ անել Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը։ Մեկ բան է հստակ շեշտում՝ պատասխանատուն Ադրբեջանն է։ Անկախ նրանից Ադրբեջանի ցանկությունները ինչ էին, Ադրբեջանի Հանրապետությունը ամբողջական լիարժեք պատասխանատվություն է կրում իր վերահսկողության տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում ամեն մի իրադարձության, որը տեղի է ունենում, այդ թվում նաև հրդեհների հետևանքով հասցված վնասների եւ վնասները վերականգնելու համար։ Արցախի ռելիեֆին անսովոր ադրբեջանցին չի կարողանում հասնել հայկական անտառներին կրակը մարելու համար։ Համենայն դեպս Բաքվից հայտարարում են, թե անտառների դիրքերը դժվար հասանելի են։ Շահվերդյանն ասում է, առաջին անգամ չեն Արցախի անտառները նման կրակներ տեսնում, բայց Արցախի հայկական լինելու տարիներին այն արագ մարվում էր ու չէր ունենում այսքան մեծ տարածում։ Նույն տեսակի հրդեհներ անընդհատ բռնկվում էին Արցախի Հանրապետությունում միշտ։ Եվ Արցախի Հանրապետության համապատասխան մարմինները շատ օպերատիվորեն ու շատ արդյունավետ մարում էին այդ բոլոր բռնկումները եւ երբեք մենք չենք ունեցել Արցախի տարածքում այդ ծավալի ու այդ երկարատևության հրդեհներ։ Կրակը կուլ է տալիս Ակնայի, Մարտունու, Իվանյանի, Վարանդայի եւ Մարտակերտի անտառները։ Ըստ ՆԱՍԱ-ի հրդեհը բռնկվել է եւ տարածվում է Արցախի արևելյան սահմանի երկայնքով։ Այն հուշարձանները, որոնք գտնվում են անտառների մեջ, եկեղեցիներ կան, վանքեր կան եւ այլ խոր անտառների մեջ, որոնք պահպանված չեն բնականից եւ այլն, նրանք կարող են վնասներ կրեն, բայց չեմ կարող ասել այս պահին, թե ինչ շրջաններ կարող են վնասված լինել։ Ադրբեջանը միջազգային կոնվենցիաներով պարտավորվում է պահպանել պատմամշակութային ժառանգությունները, ուստի եթե պարզվի, որ հրդեհը դիտավորություն է, ապա Բաքուն պիտի կանգնի միջազգային դատարանի առաջ, ասում են զրուցակիցներս ու հիշեցնում, որ վնասները վերականգնելու պարտավորությունը եւս Բաքվինն է։ Սեդամ Ակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Նոյեմբերի 28-ին ոստիկանության Թումանյանի բաժին քաղաքացին հաղորդում է ներկայացրել, որ հարևանը Ալավերդու Ակներ թաղամասի 74-ամյա բնակիչը մեկ օր է տուն չի վերադարձել։ Ոստիկանությունը պարզել է, որ բնակիչն այցելել է հարևան 75-ամյա տղամարդու տուն, որտեղ կենցաղային վեճի ժամանակ հարևանը փայտե ձողով հարվածել է նրան, ինչի պատճառով էլ մահացել է։ 75-ամյա տղամարդը խոստովանել է արարքը։ Ոստիկանությունը գտել է նաև հանցագործության գործիքը՝ փայտե ձողը։ Նախաձեռնել են քրեական վարույթ։ Ըստ լրատվամիջոցների էլ մահացածն ու կասկածյալը երկար տարիներ հաշվառված են եղել հոգենյարդաբանական դիսպանսերում։ Քննիչը որոշել է կասկածյալին ուղարկել դատահոգեբուժական փորձաքննության։ Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին Ford Մագնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից եւ բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին։ Ներքին գործերի նախարարության հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գնացել է Կոշտ Հալին, որտեղ էլ տեղի է ունեցել պատահարը։ 4 տուժածի տեղափոխել են հիվանդանոց։ Միջազգային լրահոսից Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ելույթ է ունեցել երկրի արտգործնախարարության քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում կազմակերպված միջազգային իրավունքը հարձակման, ագրեսիայի եւ պաշտպանության պայմաններում խորագրով գիտաժողովին։ Ըստ Արաղչիի ռազմական ուժի կիրառումը դարձել է արտաքին քաղաքական գործիք, ինչի պատճառով պատերազմը եւ բռնությունը դարձել են միջազգային հարաբերությունների նոր նորմ։ Աշխարհի ռազմական բյուջեն հասել է մոտ 3 տրիլիոն դոլարի։ Պետությունները 2025-ին միջին բյուջեի առնվազն 10%-ը հատկացնում են ռազմական ծախսերին։ Դիվանագիտությունը երկրորդ պլան է մղվում։ Իրանի դեմ Իսրայելի հարվածը կատարվել է միջուկային բանակցությունների հաջորդ փուլից ընդամենը 2 օր առաջ։ Արտգործնախարարի խոսքով Իրանը ցանկանում է տարածաշրջանում կառուցել վստահություն, խաղաղություն, անվտանգություն եւ ինտեգրում որպես նոր դոկտրին։
Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հաջորդ շաբաթվա առաջին կեսին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Դմիտրի Պեսկովը։ Նա ասել է, որ Կրեմլը նախորդ կհայտարարի հանդիպման օրը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնությանը չի առաջարկել Ուկրաինայի վերաբերյալ պայմանագրի նախագիծ, կազմվել են միայն մի քանի կետեր։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների առաջարկները կարող են լինել ապագա պայմանավորվածությունների հիմքում, սակայն վերջնական տարբերակ դեռ չկա, քանի որ որոշ կետեր սկզբունքային բնույթ են կրում Ռուսաստանի համար։ Իսկ Ադրբեջանում սկսել են լայնածավալ առողջապահական ստուգում այն քաղաքացիների համար, որոնք տարբեր տարիների ստացել են զինծառայության զորակոչից տարկետում։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների նախագահը պատերազմ է հայտարարել միգրանտներին։ Թրամփը հայտարարել է, որ ընդմիշտ կդադարեցնի երրորդ աշխարհի երկրներից Միացյալ Նահանգներ ներգաղթը։ Ես ընդմիշտ կդադարեցնեմ երրորդ աշխարհի երկրներից ներգաղթը, որպեսզի ԱՄՆ համակարգը լիովին վերականգնվի։ Կչեղարկեմ Բայդենի տված անօրինական մուտքի միլիոնավոր թույլտվությունները։ Կարտաքսեմ բոլոր նրանց, ովքեր օգուտ չեն բերում Միացյալ Նահանգներին։ Կվերացնեմ մեր երկրի ոչ քաղաքացիների համար նախատեսված բոլոր դաշնային նպաստներն ու սուբսիդիաները։ Կչեղարկեմ ներքին կարգը խաթարող միգրանտների քաղաքացիությունը, հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը։ Վաշինգտոնը շատ շուտով ցամաքային ճանապարհով կսկսի Վենեսուելայից թմրանյութերի ներմուծման դեմ պայքարը։ Դուք հավանաբար նկատել եք, որ նրանք այլևս չեն փորձում թմրանյութեր տեղափոխել ծովով, եւ շուտով մենք կսկսենք կտրել նրանց ճանապարհը ցամաքային ճանապարհով, ասել է Թրամփը։ Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է Կարիբյան ծովում թմրանյութեր տեղափոխող նավերի ոչնչացման մասին։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականից հետո հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել ռազմաճակատ։ Ես գնում եմ ռազմաճակատ եւ պատրաստ եմ ցանկացած ճնշման։ Ես ազնիվ եւ պարկեշտ մարդ եմ, ասել է նա, հավելելով, որ ինքը ծառայել է Ուկրաինային եւ չի ցանկանում խնդիրներ ստեղծել Զելենսկու համար։ Նախորդին կոռուպցիայի գործի շրջանակում Երմակի տանը խուզարկություններ էին անցկացվել, որոնց ավարտից հետո նա հրաժարական էր ներկայացրել։ Մինչ հրաժարականը միջազգային մամուլին տված հարցազրույցում Երմակն ասել էր, որ քանի դեռ Զելենսկին նախագահ է, նա չի համաձայնի տարածքներ զիջել խաղաղության դիմաց։ Այսօր ոչ մի ողջամիտ մարդ չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ, քանի դեռ Զելենսկին նախագահ է, ոչ ոք չպետք է հույս ունենա, որ մենք տարածքներ կզիջենք։ Նա չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ։ Սահմանադրությունն արգելում է դա։ Ոչ ոք չի կարող դա անել, եթե չի ցանկանում հակասել Ուկրաինայի սահմանադրությանը եւ ուկրաինացի ժողովրդին, հայտարարել էր նա։ Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուց Մոշտեանուն հրաժարական է տվել իր կրթության շուրջ ծագած սկանդալի ֆոնին։ Մոշտեանուի ռեզյումեում նշված է եղել, որ նա ավարտել է Աթենեում համալսարանը։ Բուհի վարչակազմը սակայն հայտնել է, որ նա երբեք այնտեղ չի սովորել։ Ավելի ուշ պարզվել է, որ նա սովորել է Բիոտերա համալսարանում։ Պաշտոնյան պնդել է, որ համացանցից ներբեռնել է ռեզյումեի ձևաթուղթ, որտեղ լրելի այն ռեժիմով ընտրվել էր Աթենեում անունը, իսկ նա մոռացել էր այն փոխել։ Ավստրիայի լեռներում մեծ ձնահյուսը հետապնդել է դահուկորդների խմբին։ Ձյան թակարդում է մնացել 9 մարդ, հաջողվել է փրկել բոլորին։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Գառնի Մութաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ հաճելի հանգստյան օր։ ABC լուրերը եթերում կլինի երկուշաբթի առավոտյան 9-ին, կհանդիպենք բարի գիշեր։